Սարսափելի լուրեր են ստացվում Սիրիայից։ Սոցիալական ցանցերում տարածվող կադրերը միայն մի փոքր մասն են այնտեղ տեղի ունեցող սարսափելի իրադարձություններից։ Տեղեկություններ կան, որ 10-16 տարեկան երեխաներին հրապարակային գլխատում են, իսկ կանայք ենթարկվում են զանգվածային բռնությունների։ Արդեն հայտնվել են լուրեր նաև երկու հայի գնդակահարության մասին։ Եթե իրավիճակը շարունակի նույն ընթացքով զարգանալ, հնարավոր է այն վերածվի կրոնական բախումների։ Փորձում ենք պարզել մանրամասները, հայ համայնք ամուր մնա, եղել ենք, կանք և կմնանք մեր համայնքի թիկունքին, Աստված պահապան։ Նույնիսկ Սիրիայում անմեղ զոհ դարձած հայր և որդու ճակատագրով մեր թշնամին խնջույք է անում, միայն թե աշխարհում երկու հայով պակաս լինի։ Թշնամու լրատվամիջոցները մրցում են այդ ողբերգությունը որպես հաղթանակ ներկայացնելու համար։ Ամիսներ առաջ զգուշացրել էի, որ թուրքական սահմանապահ զորքերը Սիրիայի հետ սահմանին տեղակայել են ադրբեջանական հատուկ ջոկատայիններ։ Շատերը կարծում էին, թե դա պարզապես զորավարժություն է, սակայն ես պնդում էի և այժմ էլ պնդում եմ, որ այդ ստորաբաժանումները ներգրավված են Սիրիայի դեմ իրականացվող հանցագործություններում, գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։